Դուք դիտում եք Արմարուրի արտահերթ թողարկումը, բարև ձեզ։ Փարաքար խոշորացված համայնքում մեկնարկել են արտահերթ ընտրությունները, մասնակցում է 4 ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Միասնություն կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Վոլոդիա Գրիգորյանը։ Ազգային առաջընթաց կուսակցության ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը։ Կայունություն կուսակցության ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը։ Նշենք, որ ընտրական տեղամասերը բացվել են ժամը 8-ին, ընտրությունները կտևեն մինչև ժամը 20-ը։ Փարաքար համայնքի 16 տեղամասում ընտրողների թիվը 20,967 է։ Փարաքար համայնքի ավականու արտահերթ ընտրությունների մեկնարկը տրված է ժամը 8:00 Այս պահին Փարաքար համայնքի 9 բնակավայրում գործող ընտրատեղամասերի դռները բացվում են։ Իմ գործընկեր Արևիկ Սարդարյանը նույնպես հետևում է գործընթացին։ Արևիկ, դու ինձ լսում ես։ Այո, շնորհակալություն Հասմիկ, ես այս պահին գտնվում եմ 14 կոտորակ 11 ընտրատեղամասում, այստեղ եւս ընտրական գործընթացը մեկնարկել է, արդեն առաջին ընտրողներն են գալիս ընտրատեղամաս։ Փարաքար խոշորացված համայնքի բոլոր 16 ընտրատեղամասերում գործընթացը մեկնարկեց ճիշտ ժամանակին։ Վաղ առավոտից ընտրական հանձնաժողովները կազմ պատրաստ սպասում են ընտրողներին։ Պտղունք բնակավայրում գտնվող 14 կոտորակ 11 ընտրատեղամասում ընտրական գործընթացը հարթ ու հանգիստ մեկնարկ ունեցավ, առանց միջադեպերի ու խնդիրների։ Առավոտից սկսվել է նորմալ բնական անհունով ընթանումը, այս պահին արդեն 8 ընտրող ունենք, ամեն ինչ նորմալ է, բնակչության հոսքը ոնց որ թե լավ է այս պահի դրությամբ։ Դիտորդական առաքելություն իրականացնող Հայաքվե միավորումն այս ընտրություններին լուրջ կազմով է ներկայացված։ Յուրաքանչյուր ընտրատեղամասում 2 դիտորդ, նաև շրջիկ խմբերով են հսկում գործընթացը։ Վաղ ժամին արդեն հասցրել են որոշ թերություններ արձանագրել։ Հիմնականում թերևս ամենամեծ խնդիրը, որ տերում ենք, անտեղամասերը որոնք շատ փոքր են, հատկապես օրինակ Մուսալեռում մի հատ ընտրատեղամասում էին գտնվում, որը ընդհանրապես Բաքվում էր գտնվում, աշխատողները ներսում նստելու հնարավորություն չունեին։ Այսինքն մի քանի տենց ընտրատեղամասեր կան, որոնց ներսի կահավորանքը չի համապատասխանում այն պահանջներին, որոնք կան։ Բայց սկզբունքորեն երևում է, որ փորձել են հնարավորինս բանանել։ Որոշակի ակտիվություն կա ոստիկանությանը, որ ես ընդհանուր առմամբ դրական եմ դիտարկում, որովհետև շատ կարևոր է, որ ոստիկանությունը վերահսկողություն սահմաներ ու կուտակումներ չլինեն։ Փարաքարի 14 կոտորակ 13 ընտրատեղամասում առաջին ընտրողն 8:01 րոպեին է մոտենում։ Քվեարկեցինք հանուն մեր լավ համայնքի համար, թող բոլորին հաջողություն լինի ու ազնիվ աշխատեն մինչև ժամկետի ավարտը։ Ես երկար տարիներ Հայաստանում չեմ եղել, համարյա 10 տարի, եւ եկել եմ իմ ձայնը տամ ընտրություններին, ով կհաղթի, շնորհավորենք իրենց։ Մենք շարունակում ենք հետևել ընտրություններին, այս պահին իմ զրուցակիցն է 14 կոտորակ 13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիկին Սվետլանա Հովանիսյանը։ Տիկին Հովանիսյան, պետք է խնդրեմ ներկայացնեք ինչպես են ընթանում ընտրությունները։ Թիվ 13 տեղամասում ընտրությունները ընթանում են բնականոն ընթացքով, ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան։
ընտրողները քվեարկությանը ներկայանում են խաղաղ կերպով, հանձնաժողովը իրականացնում է իր գործառույթները սահմանված կարգով, նաև ընտրողներին ներկայացնում է քվեարկության կարգը։ Ներկա պահին սահմանված կանոնակարգի խախտում չի գրանցվել եւ նաեւ տեղամասում ներկային վստահված անձինք, դիտորդներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ընտրատեղամասում ամեն ինչ հանգիստ էր մինչև այն պահը, երբ Միասնություն կուսակցությունների դաշինքի վստահված անձը քվեախցիկի մոտ ընտրողին հորդորեց ուղղել քվեաթերթիկի ծրարը։ Վստահված անձինք, դիտորդներ, չեկաներ, դուք ընդամենը իրավունք ունեք դիմելու հանձնաժողովի նախագահին։ Առաջարկություն անելու, դիտարկում անելու իրավունք ունի նաև վստահված անձը, բայց ոչ քվեարկողին։ Ինչ առաջարկություն ունեք վստահված անձը, սիրելի։ Իսկ Կողեք սխալ գցենք գնայք, ես կարդն եմ ներկայացնում, ծալված էր քվեաթերթիկը, իր ծրարի մեջ ծալված էր դրված ընդամենը, ասացին, որ ուղղի նոր բերի։ Փարաքար համայնքի 16 ընտրատեղամասում ընտրությունները շարունակվում են, 14 կոտորակ 12 ընտրատեղամասում գրանցված է 1788 ընտրող։ Քաղաքացիները իրազեկված չեն ընտրելու ձևը, ճիշտ չեն կարողանում, ոնց տեղադրեն, դուրս է մնում, թե չէ, մեկ-մեկ լինում մոռանում են այդ քվեաթերթիկը, այդ թուղթը փոքրիկ ներսում, նորից գալիս են, հետ են գնում, թե չէ ուրիշ խնդիր չունենք, բնականon ընթանում է, այս պահին 30 մի փոքր ավել ընտրող արդեն ունենք, ընթացքն էլ արդեն ընթացքը ցույց կտա։ Այս ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց Կայունություն կուսակցության ցուցակը գլխավորող Գոռ Սարիբեկյանը։ Որտեվ ես միակ այլընտրանքն եմ, որը ապահովում է համայնքում բալանսավորված կառավարումը։ Ես չեմ հարում որևէ քաղաքական կամ կլանային ուժի եւ հետեւաբար եւ ժողովրդի այլընտրանքն եմ, որը որ բալանս եւ եղբայրություն է ապահովելու մեր համայնքին։ Ես կարծում եմ ժողովրդի խոսքը կասի, չեմ ուզում առաջ ընկնել եւ ես մի բան գիտեմ, որ ժողովրդի իմաստուն է եւ նրա կողմից կայացված յուրաքանչյուր որոշում ինձ համար ընդունելի է։ Ես խնդիրները ըստ էության բաժանում եմ երկու մասի՝ նյութական եւ ոչ նյութական խնդիրներ։ Նյութական խնդիրները դրանք այն ամեն ինչն են, ինչը որ ենթակառուցվածքների բարելավման է վերաբերում, բայց ինձ համար ավելի կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ կան ոչ նյութական, որը որ փոխըմբռնման միջավայրը ստեղծելն է եւ վախի մթնոլորտը մեր համայնքից արմատախիլ անելն է։ Տարբեր ուժերից՝ հանցավոր եւ ոչ հանցավոր, ռեսուրսային եւ ոչ ռեսուրսային։ Ես որևէ մեկին միավորվելու պարտավորություն եւ ցանկություն չունեմ, դա զուտ այն պատճառով, որ ես գտնում եմ, որ որևէ ուժի առավելության դեպքում մեր համայնքում սպանությունները շարունակվելու են։ Ընտրատեղամասում իրավիճակը լարվեց, առաջին անգամ ընտրության եկած քաղաքացին լարվածությունից ուշաթափվեց։ Ոչ մի բան չկա, բարձրացրեք կողքի։ Skori կանչեք էլի ասան։ Մի բան էլ ապրատի կտամ սաղիտ։ Ճորքոմից ասմիտ մի մոտեցիկ, ինչ ալնում։ Ներկայացնենք, որ այս պահին շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում այն աղջկան, ով քիչ առաջ ուշաթափվել էր,
Ծնողները նշում են, որ լարվածությունից էր աղջիկը ուշաթափվել, հիմա շտապօգնության աշխատակիցները կզննեն, կհասկանան։ Ընտրատեղամասում լարված իրավիճակ է, մի փոքր խառնվել է ամեն ինչ իրար, ընտրողների կուտակումներ կան այս պահին։ Շտապօգնության աշխատակիցները ընտրողին տեղափոխեցին հիվանդանոց։ Երիտասարդ աղջիկեր առաջի անգամ էր գալի ընտրության, երևի այդ հուզմունքից, որ ոնց անի, ճիշտ տանի, ոնց ընտրի, ուղղակի գետնին փռվեց, վատացավ, առանձնապես մեկնաբանելու բան էլ չկա այդտեղ։ Դժգոհություններ հայտնում, ասում էր մայրը դժգոհ, այո, ինքը ուզում էր օգնել, բայց քանի որ դեռևս գրանցված չէր, իսկ դա լինում է կարգի խախտում, առանց գրանցվելու օգնել, դրա համար մենք խնդրեցինք մոտենալ գրանցվել, հետո մինչև այդ գործընթաց տեղի կունենար, աղջիկը արդեն վատացավ։ Մայրը բացատրեց, որ եւս մեկ անգամ այդպես եղել է աղջկա վերջի զանգին, այսինքն ինքը էթնոպան ունեցել է նաեւ եւս մեկ անգամ, գուցե թե այդ հուզմունքը տալիս է այդ ռեակցիան, ավել ոչինչ չեմ կարող ասել։ 14 կոտորակ 12 ընտրատեղամասում թիմ ընտրությունները շարունակվում են։ Մեղադրում էր անդամներին, ձեզ ինչ-որ խախտում արել են։ Ոչ, որովհետև հանձնված ժողովի անդամներ չէին կարող այդ բան հասկանալ, այդ աղջիկը հնարավոր է վատանալ, թե չէ։ Ինձ թվում է ծնողները մեղավոր չի, որովհետև ծնողները չէր կարող 100%-անոց հստակ լինել, որ ինչ-որ դեպք կարա այդպես լինի։ Մենք հիմա գտնվում ենք 14 կոտորակ 08 ընտրատեղամասում։ Այստեղ վաղ առավոտից ընտրական գործընթացը գերակտիվ է մեկնարկել։ Թե ինչով է պայմանավորված ակտիվությունը, ընտրական հանձնաժողովի նախագահն էլ բացատրություն չունի։ Հիշեցնենք, որ 14 կոտորակ 8 ընտրատեղամասը գտնվում է Մերձավան բնակավայրում, որը նաև թեկնածուներից մեկի ծննդավայրն է։ Շատ պարտաճանաչ ընտրողները, ոնց ասեմ, մակարդակով, հանգիստ, առանց ինչ-որ խնդիրների գալիս են իրենց ընտրությունը կատարում են, մենք էլ ապահովում ենք իրենց ընտրելու իրավունքը ազատ կամ այդ արտահայտման իրավունքը։ Ոչ մի լարվածություն, չնայած դռների մոտ գոյացած հերթին, բոլորը համբերատար սպասում են։ Տրամադրությունը բարձր է, եկել են քվեարկելու հանուն համայնքի առաջընթացի։ Եկել եմ քվեարկելու լավ ապագայի համար։ Մեր երեխաները բարեկեցիկ եւ հաջողված ապագա, որպեսզի ունենան։ Շատ նորմալ դրամադրվածությամբ եկել ենք, ուզում ենք ընտրենք մեր համայնքի համար, նորմալ լինի ամեն ինչը, բարեկազմ, ոնց են ասում, լրիվ նորմալ էլի։ Մեր համայնքի համար ենք քվեարկում, ինչի համար պետք է քվեարկենք։ Համայնքի բարեկեցության համար։ Ժամը 11-ի դրությամբ 14 կոտորակ 8 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել է 355 ընտրող։ Ընտրական գործընթացը շարունակվում է։ Այսքան այս ժամի համար տեղեկացնենք, որ Արմալուրն ամբողջ օրվա ընթացքում աշխատելու է արտահերթ ռեժիմով։ Լուրերի նկարահանող խմբերը լինելու են բոլոր ընտրատեղամասերում։ Մեր հաջորդ թողարկումը ժամը 18:39 է։